քաղաքացիական բախումների բերել։ Տեսեք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին մենք բոլորս ենք։ Եվ մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու զավակ ենք, հայ առաքելական եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար յուրաքանչյուր ոտնձգություն մեզ համար անընդունելի է եւ այո, մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապար հորը։ Պարոն Համբարձումյան, վարչապետի թեկնածու է առաջադրել ձեզ պատիվ ունեմը, բայց Հայաստան դաշինք արդեն մի քանի օր է մի հատ հստակ հարցի չի պատասխանում։ Այդ 28 ձայնը որ պարագայում են տալու։ Հիմա էլ ասում են վաղը բանակցություններ են վարելու։ Այդ բանակցություններից ինչ սպասելիքներ ունեք։ Գիտեմ հարցը ինչի համար է, շատ խորությամբ պատկերացնում եմ եւ սիրելի գործընկերներ, սիրելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին այսօր չեմ պատասխանի, որովհետեւ սպասենք տեսնենք երկու խմբակցությունների բանակցությունների արդյունքները ինչպիսին են, որ պատասխանեմ բոլոր հարցերին մանրամասն։ Ձայներն էլ բավարար չեն եւ պետք է անկախ պատգամավորների հետո քպականների բոլոր հարցերի պատասխանները դուք ստանալու եք ինձանից եւ բավարար չեն 48 ձայն։ Ինչի մասին է խոսքը։ Բայց դա մեզ չի խանգարում մեր սկսված գործը հաղթական ավարտին հասնելու համար։ Ձեր շուրջ կոնսենսուս կձևավորի քպականների։ Բերեք օրակը այսօրվա թեմաներից չշեղվենք, բերեք ոնց պայմանավորվեցինք, այո, ոնց պայմանավորվեցինք, վաղը բանակցությունները թող ավարտվեն, տեսնենք արդյունքները եւ բոլոր հարցերի պատասխանները խոստանում եմ դուք կստանաք։ Եվ վերադառնալով այսօրվա օրակարգին եւ արդեն տևական ժամանակ է իշխանությունը հետեւողականորեն եկեղեցու ներսում փորձում չեն կարող։ Եկեղեցին հայ ժողովուրդն է, հետեւաբար որևէ գործողություն հայ ժողովրդի դեմ դատապարտված է պարտության։ Պարոն Համբարձումյան, այնուամենայնիվ պատկանում է հայ ժողովրդին եւ իրենք էլ ասեցին 2015 իշխանությունն են վերադարձել ժողովրդին, հիմա եկեղեցին։ Հայ ժողովուրդը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ մենք բոլորս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ եւ զավակներ ենք։ Հետեւաբար ժողովրդին վերադարձնել ժողովրդին չեմ հասկանում։ Պարոն Համբարձումյան, այնուամենայնիվ ձեր թեկնածության հենց հաջորդի վարքյաններից սկսած քպականները նվեր էին համարում ձեր թեկնածությունը, ասում են, էս ինչ լավ թեկնածություն են առաջադրել, նկատի ունենալով, որ խոցելիություն կա։ Շատ լավ է, բանակցությունները հեշտ են ստանալու։ Այո, եթե նվերը ինչի են խառնվել իրար։ Ուրեմն քվեարկեն։ Թող բանակցություններն ավարտվեն, սիրելի լրագրողներ, դուք ձեզանից մեծ մասը ինչ ճանաչում ես, երբևէ չեմ խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց եւ շատ լավ համագործակցել եմ եւ կարծում եմ դուք բոլոր հարցերի պատասխանները մանրամասն կստանաք։ Եվ մենք որևիցե բան մեր ժողովրդի թիկունքում չենք անելու, չենք պայմանավորվելու։ Այսինքն ժողովուրդը ամեն մի դետալից տեղակա լինելու։ Պրոցեսը հրապարակային է, ամբողջությամբ հրապարակային է լինելու։ Այսպես ասած, կոմպրոմատներ գտնել ձեր դեմ, փչացնել, այսպես ասած։ Իմ Տերն Աստված է ժողովուրդ։ Բերեք այսքանով սահմանափակվենք, մնացի մասին կիմանանք։ Պրոմոտեր նույնիսկ ին վրա կարող են գտնել այդպիսի մաքուր մարդու վրա, ինչպիսին ես եմ։ Էլ որ մնաց պարոն Համբարձումյանի վրա չգտնեն։